Եվրոպայի խորհրդի անդամ լինելով արդեն ես ասացի, որ մենք մեզ վստահ ենք զգում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում, որովհետև տեսնում ենք, որ ունենք աջակցություն, ունենք ընդունելություն եւ դրա համար շնորհակալ ենք։ Ընդգծեմ նաեւ, որ նախորդ տարի Հայաստանը ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամագրման գործընթաց սկսելու մասին օրենք, որը արդեն մտել է ուժի մեջ եւ շատերը մեզ հարցնում են, թե եւ ուրեմն երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ կամ ինչքանով է Հայաստանի անդամագրումը Եվրոպական միությանը իրատեսական։ Մենք ասում ենք, որ առանց Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանելու հնարավոր չի լինել Եվրոպական միության անդամ։ Եվ հետևաբար բոլոր դեպքերում մեր առաջնային խնդիրը երկիրը համապատասխանեցնելն է Եվրոպական միության ստանդարտներին։ Այն պահին, երբ որ մենք օբյեկտիվորեն կհամապատասխանենք Եվրոպական միության ստանդարտներին, այդտեղից կա երկու ճանապարհ։ Մեզ կամ կընդունեն Եվրոպայի միության անդամ, կամ չեն ընդունի Եվրոպայի միության անդամ։ Եթե կընդունեն մեզ, շատ լավ, եթե չեն ընդունի, մենք մեկ այլ կարևոր խնդիր լուծած կլինենք, մենք կլինենք Եվրոպական միության ստանդարտներին լիովին համապատասխանող երկիր, ինչը էականորեն կուժեղացնի մեր ժողովրդավարությունը, կուժեղացնի մեր անկախությունը եւ կուժեղացնի մեր բարեկեցությունը։